Ինչու է մեր օրերի մարդը մշտապես դժգոհ։ Այն ինչ ունի նրան չի բավականացնում։ Այս երևույթը էվոլյուցիոն բացատրություն էլ ունի։ Հին ժամանակներում մարդը մշտապես կարիք ուներ ռեսուրսներ հայթայթելու, այդ պատճառով մեր ուղեղը անդադ կարիք ունի ռեսուրսներ հայտնաբերելու։ Դրա համար նրան չի բավականացնում այն, ինչ արդեն ունի։ Սա մեկ։ Երկրորդը, քանի որ Instagram-ում մարդը բացում է եւ տեսնում է, որ մարդիկ ավելի ճոխ կյանքով են ապրում, նախանձի զգացումն է գալիս եւ մարդը մշտապես դժգոհ է մնում իր վարած կյանքից։ Բայց հարցը առաջանում, արդյոք նրանք ավելի երջանիկ են։ Երրորդը, դրանք էմոցիոնալ բացերն են, որ մանկությունից են գալիս։ Եթե ես չեմ ունեցել փոքր ժամանակ հեծանիվ, իսկ հիմա ունեմ Bentley, ամեն դեպքում չեմ ունեցել հեծանիվ փոքր ժամանակ։ Բայց այս երևույթը արդյոք այդպես է։ Մենք կարող ենք այո տխրել այն հեծանիվի համար, որը չենք ունեցել, կորուստը ապրել, այդ ցավը ապրել, բայց ամեն դեպքում կարող ենք շնորհակալ լինել այն Bentley-ի համար, որ ունենք։ Իսկ դուք գիտեք, որ մեր օրերի մարդը այնպես է ապրում, ինչպես հին ժամանակներում թագավորներն էին ապրում։ Եթե դու ունես տաք ջուր, եթե ունես սնունդ ամեն օր, ունես կացության վայր, դու արդեն կարող ես երջանիկ զգալ քեզ այդ ամենի համար։ Ուղղակի մեր օրերում մենք սովոր չենք շնորհակալ լինել։ Մենք անդադ պահանջում ենք ավելին, քանի որ տեսնում ենք ավելին։ Նույնիսկ հարուստ մարդկանց եթե հարցնեք, նրանք էլ ցանկանում են ավելին։ Միլիոնատերը ցանկանում է միլիարդատեր լինի, ու նրան չի բավականացնում այն, ինչ ունի։ Ֆերրարի ունեցողը ցանկանում է ինքնաթիռ գնել։ Այսինքն մարդուն մշտապես քիչ է լինելու։ Իսկ սա ծուղակ է, որը որ քարոզվում է մեզ ու մեզ երջանկության չի բերելու, որովհետև ցանկությունը յետասանասահման է, ինչքան լցնում ես այնտեղ դատարկ է մնում։ Երջանկությունը հիմնականում այստեղ է գտնվում ու շնորհակալ լինելը։ Այսինքն այստեղի հետ է պետք է աշխատանք տանել, ոչ թե ընկնել ինչ-որ սոցիալական բարեկեցությունների հետևից։ Այդ ամեն ինչը չի լցնելու ձեր ներքին դատարկությունը։ Եվ շատ կարևոր է ներքին քննադատին իր տեղը ցույց տալ, որովհետև շատերը ցանկանում են միլիարդատեր լինել, բայց իրականում միլիարդատեր շատ քիչ տոկոսն է մարդկության կազմում։ Միջին ապրելը դա արդեն հրաշալի պատճառ է շնորհակալ լինելու։ Փողը հրաշալի ռեսուրս է, բայց երջանկության միակ գրավականը չէ։